Խառը մենամարտերի սիրահարները Դինամո մարզահամալիրում էին։ Երևանում հերթական անգամ կայացավ Mix Fight-ի կազմակերպած խառը մենամարտերի երեկոն, որի ընթացքում օկտագոն դուրս եկավ Հայաստանի 11 ներկայացուցիչ։ 8 մենամարտ կայացավ MMA-ի, իսկ 3 մենամարտ Կ1-ի կանոններով։ MMA-ում Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ը հաղթանակ տարան, մինչև մեր մարզիկների հաղթանակներին անդրադառնալը առաջարկում ենք բաժանորդագրվել Sport Media.am-ի YouTube-յան նորաբաց ալիքին, սեղմեք զանգակի վրա և ծանոթացեք սպորտային աշխարհի նորություններին յուրօրինակ մատուցմամբ։ Mix Fight 57-ում առաջինն օկտագոն դուրս եկավ և իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրեց Մելքոն Մելքոնյանը։ Հայ մարտիկը 3 ռաունդում առավելության հասավ վրացի Լուկա Բազագալաձեի նկատմամբ։ Մաքսիմ Խաչատրյանն առաջին ռաունդում հաղթանակի հասավ Մոհամմադ Զանգիաբադի նկատմամբ, տանելով իր երրորդ անընդմեջ հաղթանակը։ Առավել լարված պայքարում անցավ Դավիթ Խաչատուրյանի մենամարտը Կերամատ Ակբարիի հետ։ Հայ մարտիկը դժվարին պայքարում խեղդող հնարքով հաղթանակ տարավ։ Հաղթական երեկոն շարունակեց Գեղամ Վարդանյանը, որը ժամանակից շուտ վճռեց Էրֆան Մադադիի հետ մարտի ելքը, նոկաուտի ենթարկելով մրցակցին։ Երեք ռաունդում ծանր հաղթանակ տարավ Սեյրան Ասատրյանը։ Լարված պայքարում Ասատրյանը երկրորդ և երրորդ ռաունդում մեծ առավելությամբ հաղթեց Մոհամմադ Չերաղիին։ Ստերդ աշխատելա, խպես էրը, Մարտից հետո Ասատրյանը Sport Media-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, իսկ հաղթանակը հեշտությամբ չտրվեց, քանի որ իր մրցակիցը շատ փորձառու էր։ Մենամարտին շատ երկար էի պատրաստվել, արդյունքը տեսակ էլի ոնց եղավ։ Ու սապերնիկի մասին կասեմ, որ օպտներ շատ։ Խառը մենամարտերում իր նորամուտը նշող Սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը մի քանի վայրկյանում նոկաուտի ենթարկեց Ալի Արիայելին և երկրպագուներից ներողություն խնդրեց մենամարտի ելքն այսքան շուտ վճռելու համար։ Արմեն Օհանյանը ծանր պայքարում ի վերջո կարողացավ նոկաուտի ենթարկել Մոհամմեդ Ռեզա Միրզային։
Մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն կրեց միայն Հայկ Վիրաբյանը, իսկ կամեկի կանոններով մենամարտում պարտություն կրեց Հրաչ Սուքասյանը, հաղթանակ տարան Գագիկ Հայրապետյանն ու Կարլեն Թևոյանը։ Այսպիսով Հայաստանի 11 ներկայացուցիչներից միայն երկուսը պարտվեցին։ Mixed Fight-ի նախագահ Վարդան Մնացականյանը գոհ է արդյունքներից։ Կոնկրետ մեր նպատակը Հայաստանում զարգացնենք kickboxing, MMA մարզաձևերը, դրա համար մենք ունենք արդեն մեր ֆեդերացիան, Հայաստանի Mixed Fight ֆեդերացիան, անցկացնում ենք մրցաշարեր սիրողականել, 3 եղել է սիրողական մրցաշարը, որին մասնակցել են 210 մարզիկ, 75 հոգի եկել էին Վրաստանից, Պարսկաստանից, մեծ մրցաշար եղավ Լյուբիցել եւ հիմա արդեն զարգացնում ենք, թազա սերունդ են գալիս արդեն էլի։ Mixed Fight 58-ը նախատեսված է անցկացնել հունիսին Երևանում։